Ողջույն, վերջապես սիրելի ցուլեր, ասցենդենտի նշանով եւ արևի նշանով։ Այսօր 31-ն է հոկտեմբեր ամսվա վերջին օրը եւ ես կներկայացնեմ ձեզ նոյեմբեր ամսվա համար կանխատեսումը։ Գիտեք, շատ հետաքրքիր է, որ մնացել եք իհարկե դուք սիրելի ցուլեր եւ աղեղնավորները, որպեսզի ավարտվի արդեն ամբողջ կանխատեսումը կենթանակերպի նշանների համար եւ այդպես երբ հասանք ձեր նշանին այդպես հետաձգվեց, խնդիրներ առաջացան եւ դա ասում է այն մասին, գիտեք, ինձ մոտ ոչինչ պատահական չի լինում, դա ասում է այն մասին, որ շատ ասցենդենտով մասնավորապես ասցենդենտով ցուլերի մոտ որոշակի այդպես հարցեր են հիմա միգուցե կա ոմանց մոտ արդեն դա կատարվել է, ինչև է դա մինչև նոյեմբերի 5-ը կավարտվի միանշանակ այստեղ առողջական վիճակն է, ոմանց մոտ դա կարող է լինել վիրահատություն, ոմանց մոտ դա կարող է լինել պարզապես միջամտություններ եւ կամ դա կարող է վերաբերել ընտանիքի որևիցե անդամին, կին, ամուսին կամ երեխաներ, ընդհանրապես ընտանիքի որևէ անդամին եւ ձեզ մոտ մարդու կամ հարազատի եւ այլն եւ այստեղ եթե դուք չեք անցնում դրա միջով, ապա ինքն է անցնում եւ հնարավոր է ոմանք գումարներ են ծախսում այդ նպատակի համար, ոմանց մոտ գումարներ են ուրեմն գալիս ստանում ֆինանսական վիճակը, սա եւս կարող է լինել սիրելի ցուլեր եւ բան նրանում ասացի լիալուսինը լինում է ձեր նշանում եւ տեսեք հիմա ինքը process-ը կատարվում է եւ գիտեք նոյեմբեր ներկայացնելու համար բնականաբար դա շղթայաձև կապված է հոկտեմբերից գործողությունները տեղափոխվում են նոյեմբեր, նոյեմբերից տեղափոխվում են դեկտեմբեր, մենք չենք կարող առանձնացնել, ուստի այն գործողությունները, որ հիմա կատարվում են, ու ես ավելին քան համոզված եմ, որ շատ ցուլեր անցնում են այդ ամենի միջով, ինչ որ ես ձեզ թվարկեցի, կամ այստեղ աշխատանքի հարցում հնարավոր է որոշակի դժվարություններ լինեն, հիմնականում սա առողջականին է վերաբերում, ուստի եթե չեք անցել, ուրեմն ինչ որ այդպես թեկուզ փոքրիկ ինչ որ խնդրի միջոցով կարող է հնարավոր է, ոչ թե հնարավոր, այլ անպայման անցնելու եք, այնպես որ սա նկատի ունեցեք։ Եվ լիալուսնով արդեն ինքը ավարտվում է, այնպես որ մինչև նոյեմբերի 5-ը կավարտվի եւ այսպես ինչ ունենք նորալուսինը կլինի արդեն ձեր հակադիր նշանում, այսինքն մենք տեսնում ենք, որ նոյեմբերին լիալուսինը եւ նորալուսինը շատ կոնկրետ ձեզ է վերաբերում եւ գիտեք, այս դժվարությունները, ինչպես որ ասեցի, պարզապես չէր ստացվում եւ այսօր տեսեք իմ օրացույցով Վեներայի օրն է, ձեր մոլորակն է հենց բաժին ընկել եւ ձեր Վեներան է գտնվում 6-րդ տանը, տեսնում եք պատահական ոչ մի բան չկա եւ ինքն էլ հենց ասում է այդ մասին, որ դուք ունեք որոշակի խնդիրներ, ինչեւէ մինչեւ 5-ը ես կարծում եմ դա ձեր մոտ կավարտվի, եթե այս պահին ունեք եւ նշեմ եւս մի կարեւոր բան, բացի նրանից որ լիալուսինը լինում է ձեր նշանում, ուրանն է մտնելու ձեր նշան մի վերջին անգամ սիրելի ցուլեր կմտնի 2026 թվականին արդեն ընդմիշտ դուրս կգա ձեր նշանից, նշեմ երևի թե ուրեմն ամսաթիվը նոյեմբերի 8-ին կմտնի ձեր նշան, կդառնա ուրեմն ինքը հետընթաց է կմտնի ձեր նշան եւ ապրիլի 26-ին, հա, ինքը արդեն ապրիլի 26-ին դուրս կգա ցուլի նշանից։ Այնուհետև Մարսը կփոխի իր նշանը, ձեր մոլորակը կմտնի դուրս գալով իր նշանից, կշրքի նշանից կմտնի կարիճի նշան, ինչպես նաև Մերկուրին կդառնա հետընթաց, Յուպիտերը կդառնա հետընթաց, Սատուրնը ուղընթաց եւ Արևը բնականաբար եւս կփոխի իր նշանը եւ դուրս գալով ձեր հակադիր նշանից կտեղավորվի աղեղնավորի նշանում։ Ահա այսպիսի ուրեմն իրավիճակներ են, այսպիսի դասավորություն ունենք, տեղաշարժ ունենք մոլորակների, բնականաբար իրենք բերում
բերում են իրենց հետ փոփոխություններ, նոր տրամադրություններ, նոր հանդիպումներ եւ այլն եւ այլն։ Եվ հիմա մենք սկսենք նոյեմբերի 4-ից մինչեւ դեկտեմբերի 15-ը այստեղ մենք ունենք հետեւյալ իրավիճակը ֆինանսականն է այստեղ, ֆինանսական հարցերն են, ես կարծում եմ այստեղ ֆինանսներ կարող են գալ, դա պայմանավորված է ձեր անձնական քարտեզով, ֆինանսներ կարող են, թեկուզ արտերկրից, ձեզ ուղարկել, եթե դուք անցնում եք ինչ-որ դժվար ճանապարհով, առողջականին վերաբերող, ապա հնարավոր է, որ ձեզ օգնության կարգով գումար ուղարկեն եւ կամ ինչ-որ այլ ձևերով դուք կարողանաք գումար ինչ-որ օգնություն այդպես թեկուզ գտնել, ամեն դեպքում ձեզ, ինչպես որ ասացի, նոյեմբերի 4-ից դեկտեմբերի 15 այդ հնարավորությունը տրված է եւ հնարավոր է նաեւ ոմանք ինչ-որ լավ նպատակների համար եւս գումարներ ծախսեն, այնպես որ դա ձեր անձնական քարտեզն է ցույց տալիս, չեն կարող հիմնվել տրանզիտների վրա, ուրեմն մենք ունենք այդ իրավիճակը նոյեմբերի 5-ին տեղի կունենա Հայաստանի ժամանակով 17:19 արևև լուսնակահակադրվեն 14 աստիճանում եւ ձեր նշանում սիրելի ցուլեր տեղի կունենա լիալուսին, ինչպես որ ասացի, այն խնդիրները որ կան, ոմանց մոտ աշխատանքի հետ կապված, ոմանց մոտ առողջության, թերևս առողջության հետ կապված խնդիր ինքը արդեն բերում է աշխատանքի հետ խնդիրներ, այսպես կամ եթե աշխատանքի տեղը խնդիրներ ունեք, հետո ինքը բերելու է առողջական խնդիրներ, այնպես որ այս երկուսը իրար հետ կապված են, պետք է ուշադիր լինեք, համենայնպես միջև այդ կավարտվի կամ աստիճանաբար, եթե նույնիսկ ամբողջապես չավարտվի ինքը, ապա կսկսի մարել։ Ահա այսպիսի իրավիճակ, իսկ ինչպես որ ասացի նոյեմբերի 8-ից մինչև ապրիլի 26-ը Ուրանը կմտնի ձեր նշան, հետո արդեն ինքը վերջնականապես կտեղավորվի երկվորյակի նշանում ձեր ֆինանսների տանը, ասցենդենտով ցուլեր եւ իհարկե 7 տարի այդտեղ է ինքը հաստատվելու եւ բերելու է ձեր ֆինանսական վիճակին փոփոխություններ կունենաք մեծ գումարներ, հետո ինչ-որ լավ առիթներով կծախսեք այդ ուրեմն գումարները առաջիկա 7 տարում ձեզ այդպիսի ուրեմն իրավիճակ կամ տրամադրություններ են սպասում կամ ֆինանսական կարգավիճակի մասին է դա ձեզ ասում։ Իսկ նոյեմբերի 9-ից մինչև նոյեմբերի 29 ինչ իրավիճակ ունենք մենք ձեր այստեղ գիտեք ֆինանսական վիճակը այդ տեսնում եք ինչ որ գործողություններ բոլոր դեպքերում շատ ասցենդենտով ցուլեր գումարներ են ծախսում իրենց առողջության աշխատանքի միգուցե գիտեք նաև աշխատանքի համար ասենք տեղափոխում եք այլտեղ ինչ որ ծրագրեր է պետք սովորել կամ ինչ որ նախապատրաստում պետք է անցնեք այստեղ եւս սա այս տարբերակը կարող է աշխատել բոլոր դեպքերում ինչ որ ծախսեր արվում են անպայման եւ այստեղ դուք պիտի ուշադրություն դարձնեք վերանայեք վերանայեք ձեր ֆինանսական վիճակը հասկանալու համար ինչպես որտեղից կարող եք գումար հայթայթել միգուցե դիմեք եւ ձեզ կարողանան օգնել կամ ասենք ձեր աշխատանքը on-line աշխատանք է այնպես է որ դուք կարող եք արդեն աշխատել եւ ձեր գումարը ֆինանսական վիճակը կարգավորել կամ նրանք ովքեր ձեզ գումար են պարտք հնարավոր է որ վերադարձնեն այդ գումարը այդ ժամանակահատվածում հիմնականում դա նաև հարաբերություններն են միգուցե ինչ որ հարաբերություններ ճշտեք ինչ որ հարցեր կա որ դուք նորից կվերադառնաք այն հարցերին որոնք կիսատ են մնացել որպեսզի կարողանաք ինչ որ առումով կամ լուծում տալ կամ հասցնել ուրեմն վերջնական կետին հետընթաց Մերկուրի մասներ խոսքս գիտեք բազմիցս եմ ասել ոչ մի նոր գործ չենք սկսում այլ այն բոլոր հարցերը մասնավորապես կապված երկրորդ անձնավորության հետ մասնավորապես կապված ֆինանսների հետ վերանայեք հիմնականում դա այսքան հարաբերություններ եւ ֆինանսականը դա նայեք փորձեք կարգավորել եւ հետո քայլում ենք առաջ այսինքն հնարավոր է նաեւ որ ձեր վաղեմի ընկերները ինչ որ գործեր եք արել չեն ամբողջական գումարը ձեզ վերադարձրել հիմա հնարավոր է որ իրանք այդ գումարը վերադառնան եւ վերադարձնեն այդ գումարը այսպեսի տարբերակ եւս կարող է լինել եւ արդեն նոյեմբերի 11-ին մինչեւ 2020 թվականի մարտի 11-ը Յուպիտերը որ գտնվում է Խեցգետնի նշանում ինքը կդառնա հետ ընդհանրապես համար իհարկե դա լավ է
դա լավ է եւ ինքը այստեղ դրական էներգիան է կուտակվում եւ այստեղ բնականաբար ընտանիքին, հարազատներին, ազգակիցներին, ազգականներին վերաբերող թեմաներ են հիմնականում, կարծես իրենք լրացնում են ձեր ընտանեկան, այսպես ասած, թեմաները, այդտեղ են հիմնականում գործողությունները եւ սովորաբար եթե ֆինանսական հարցեր եք քննարկում կամ այստեղ ամուսնական ընտանեկան հարցեր են քննարկում, ասենք երեխայի ամուսնության թեման կամ թեկուզ ասենք դուք եք երիտասարդ ձեր ամուսնության թեման կամ թեկուզ երիտասարդ չեք, բայց ամուսնության թեման է, դա կապ չունի, նշանակություն չունի, այսպես միգուցե դուք վերլուծեք, հասկանաք արդյոք հարմար տեխնացու է, արդյոք հարմար է եւ այլն կամ կարող է պարզապես ձեր երեխաների ընտանեկան թեմաներ են, որ դուք ուրեմն վերանայում եք, վերլուծում եք, այդպիսի տրամադրություններ կլինեն եւ 20-ին մենք ունենք նորալուսինը Հայաստանի ժամանակով 10:47 վայրկյան արևելությունը կմիավորվեն 29 աստիճանում եւ ձեր հակադիր նշանում սիրելի ցուլեր տեղի կունենա նորալուսինը, այսինքն այստեղ միգուցե համագործակցության նոր առաջարկ լինի կամ պարտների հետ կապված ինչ որ թեկուզ անձնական կյանքում ես ասացի դուք արդեն քննարկում եք կամ թեկուզ գործնական այստեղ հնարավոր է նոր սկիզբ դրվի նոր հարաբերությունների եւ տեսնում եք Մերկուրին հենց այդ հարաբերություններն է ուզում ճշտել, կարգավորել եւ միգուցե արդեն այդ կարգավորելուց հետո ուրեմն վերանայելուց ձեր հարաբերությունները ուրեմն վերանայելուց հետո դուք արդեն նոր սկիզբ դրվի ձեր միջև, այսինքն դուք մեկ-մեկ ուներեք եւ անցնեք առաջ, կամ այդտեղ ինչ որ սխալ էր առաջացել, մի փոքրիկ դուք դա փորձում եք կարգավորել ինչ որ հարցում կամ դա կարող է լինել բիզնեսում, որ չեք հասկացել, որոշակի խնդիր է առաջացել եւ դուք այդ խնդիրը կարգավորում եք եւ անցնում եք առաջ, այսպես կարող է նաեւ լինել 22-ին արևը կփոխի իր նշանը, դուրս գալով ուրեմն ձեր հակադիր նշանից ինքը կտեղավորվի ֆինանսների տանը բնականաբար արդեն կկարողանաք այդպես ավելի գիտեք հավաքվում են մոլորակներ այսպես թե այնպես ֆինանսների տանը հիմա էլ պարտների հետ գնում է ֆինանսական խոսակցություն, այսինքն եթե դուք վիրահատություն կամ ներարկումներ բնականաբար գումար եք տալիս ինչ որ երկրորդ անձնավորությանը բժշկին այս դեպքում նման քննարկումներ են եւ դա շարունակվում է նորից մնում եք ֆինանսական դաշտում այսպիսի իրավիճակը ինքը շարունակվում է ֆինանսական թեման ինքը շարունակվում է այսպես եւ 28 նոյեմբերի Սատուրնը կդառնա ուղընթաց ինքը գտնում է ձկան նշանում հետընթաց լինելով վերջին անգամ ինքը մտավ ձկան նշան եւ այնտեղ կդառնա ուղընթաց իսկ արդեն փետրվարի 14-ին 2026 թվականի ինքը արդեն վերջնականապես կտեղավորվի խոյի նշանում եւ ձկան նշանում դա ձեզ համար շատ լավ է միգուցե դուք ձեր դեռևս հարցեր կան ձեր գոլեգաների հետ որ դուք պիտի ավարտեք ինչ որ բան մնացել է կիսատ ինչ որ հարցեր կան որ բոլոր դեպքերում ես լուծումը չեն ստացել դուք այդ հարցերը պիտի կարգավորեք նորից խնդիր է առաջանում կարծես թե կամ հարցը ամբողջովին փակված չէ ու դուք դա պիտի վերլուծեք այնպես որ մինչև փետրվարի 14-ը դեռևս այսպիսի տրամադրություններ կլինեն դրանից հետո նոր դուք այդ գլխացավանքից կազատվեք ասցենդենտով ցուլեր եւ հնարավոր է որոշակի այդպես վերանայեք կամ վերաձևեք վերափոխեք ձեր ապագայի հետ ձեր պլանները եւ այլն ելներով արդեն այդ հարաբերությունից այնտեղ կարգավորեցիք ձեր գոլեգաների հետ եւ հիմա ձեր միջավայրում հիմա արդեն կամ գաղափարակիցների հետ հիմա արդեն այլ պլաններ են ձեր արչեւ, այլ նպատակներ են ձեր արչեւ, որ դուք ցանկանաք փոխել ձեր կյանքում ինչ-որ բան ու շարժվել առաջ։ Այսպիսի տրամադրություններ են եւ ես հենց այս տրամադրություններով սիրելի ցուլեր ավարտում եմ ուշադիր եղեք ձեր առողջության, ձեր աշխատանքի հանդեպ, լավ եղեք, իսկ մենք կհանդիպենք հաջորդ
ամիս եւ կխնդրեի, որ դուք գրեք արդյոք հիմա դուք այդ վիճակում եք, արդյոք ես ճիշտ եմ կանխատեսում, կամ ոմանք արդեն անցել են եւ դա մինչեւ նոյեմբերի 5-ը կավարտվի, իրենք արդեն գիտեն, որ դա պիտի ավարտվի, որովհետեւ այդ վիրահատություն, միջամտություն եւ այլն ներարկումներ, այդ ամենը արդեն տրամաբանները մոտենում են 5-ին ավարտին։ Խնդրում եմ գրեք անպայման կիսվեք, իսկ մենք կհանդիպենք հաջորդ ամիս, առայժմ այսքանը։